Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարոտ երկիր Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարոտ երկիր Ես մի բուրն եմ քո հողի Ես մի թիվն եմ քո արտին Ես մի թևն եմ քո ծաղկի հայրենի երկիր Ես մի բուրն եմ քո հողի Բարև ձեզ հարգելի հյուրեր, ծնողներ, աշակերտներ, այն մարդկանց բարև, որոնք այսօր ներկա են մեր փոքրիկ միջոցառմանը։ Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս Հայաստանի առաջին հանրապետության օրվա արդիվ։ Շատ կարևոր մի օր, որով դրվեց մեր պատմության մի նոր էջ։ Պատրաստվել է ձեզ համար մի փոքրիկ միջոցառում։ Միջոցառման խորագիրը հայ հացը։ Ինչու հայնու հացը, որովհետև հայի անունը միշտ կապվում է հացի հետ։ Ուշադրություն, խնդրում ենք ոտքի կանգնել, հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ մեծ նշանակություն ունեցող օր է, քանի որ հենց այդ օրը 1918 թվականին հայտարարվեց առաջին հանրապետության անկախության օր, եւ այն խորհրդանշում է հայրենասիրությունը, ազատությունը եւ ազգային ինքնությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է հայերի համար շատ ծանր և դժվար ժամանակաշրջանում, անմիջապես հայոց ցեղասպանությունից հետո։ Առաջին անկախությունը հնարավոր դարձավ և պայմանավորված էր մայիսին տեղի ունեցած 3 հերոսական ճակատամարտերով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Հարաքիլիսայի։ Այսպիսով մայիսի 28-ը պատմության մեջ մնաց որպես հայ ժողովրդի ինքնորոշման և պետականության խորհրդանշական օր։ Անկախությունը թույլ տվեց հայ ժողովրդին կառուցել սեփական պետական ինստիտուտ, բանակ, դպրոցներ, պետական կառավարման համակարգ։ Սա երկիրն է, չափսերով այնպիսի, որ կարող եմ վերցնել հետս, թեկի հերու տեղ գնամ, փոքրիկ, ինչպես ծերացած մայր, փոքրիկ,
ինչպես նորածին զավակ, իսկ հարտեզի վրա ընդամենը մի արդյունքի կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսի, որ ազատորեն կտեղավորեն սրտիս մեջ, որ չկորցնեն հանկարծ։ Որդիս, քեզ ինչ կտակեմ իմ բալի, որ ինձ հիշես վշտի մեջ, թե խնդի մեջ քո գալի։ Գանձեր չունեմ, բայց գանձը ինչ, գանձը լույսն էր աչքերիս։ Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս։ Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրավար, որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր։ Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում փոքրիկ մարդիկ են պատել ու շղթայել ամպերում։ Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից, որ տուն բերես շալակած արդարությամբ մեր ամպից, ու կբերես իմ բալի, թեկուզ քո խեղճ թաթիկով, մեր սարը այս կողմ շուր կտաս, արդարությանը ուժն է ծոր։ Քեզ մասիսն եմ կտակում, որ դու պահես հրվիցյան, որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան։ Շադրություն հիմա ելույթ է ունենում հայկական համայնքի դհոլահարների անսամբլը։ Բայց հաճախ օտարի ձեռքն է խլել այդ հացը։ Հաճախ է հանգին հայի թոնիրը ու լավաշի բույրը փոխարինվել է պատերազմի ծխով։ Բայց եկավ 1918 թվականի մայիսը։ Սարդարապատիկ Բաշաբարանի ու Ղարաքիլիսայի զանգերը հնչեցին ոչ միայն հանուն կյանքի, այլև հանուն նրա, որ հայ մարդն իր հողի վրա, իր թոնրատանը, ազատ ու անկախ թխի իր հացը։ Մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որպես պաշտպան հայի հացի ու հայի գոյության։ Այսօր նշելով հանրապետության օրը և հացի տոնը մենք փառաբանում ենք այն զինվորին, ով պահում է մեր սահմանը, և փառաբանում ենք այն հողագործին, ով կիրակնում է այդ զինվորին։ Թող հայի հացը միշտ առատնի,
իսկ անկախությունը անսասան։ Շնորհավոր տոն է, հայ ժողովուրդ։ Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդհանրապես ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել։ Հացի կարևորությունը երևում է նույնիսկ
հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է հացն ու գինին, Տեր կենդանին, եւ այդպես ուժ է ստանում կրվից առաջ։ Զարմանալի չէ, որ հայերն ունեն հացի նվիրված բազմաթիվ ավանդույթներ, թևավոր խոսքեր, ասացվածքներ, օրհնանքներ։ Կերածդ հացը հալալ լինի։ Հարսը հացը տեղեց, տանտիկինը բարձացավ։ Անովանի եսուդու հաց նովուտի եսուդու։ Համայեղ կեր պրոցեցեք։ Ծրենի հաց չունես, ծրեն երեզունն էցի։ Տաշներդ լի հաց լինի, դներդ միրտ բաց լինի։ Հացը գետնին չենքեց։ Ուրիշի հացով ման չի կշտանա։ Հացը տշտից բեկավ ընկերը գիհից։ Թե ուզում ես ճանաչել մարդուն, նրա հետ հաց կեր։ Հացով մնաս։ Հացիկ ջրիկ, կանքեն ժանիկ։
ուսնած։ Մեր խաղը, բայց իմ խելքով գեղեցիկը հասն է, հասկը, որ ուսերեց մայրն է հացի, կամ ինչ շաղով ոսկե աղը։ Հիմա ասա, ինչն է, որ ամենից լավ է բունում։ Դե երևի վարդը, այդատ, վարդի բուրը շահացին։ Լավն է, ինչ խոսք, բայց քեզ ասել բուրավետը հացն է, հացը։ Ախր սովատ չես մնացել, որ հասկանաս իմ ասածը։ Ինչ է լինի արևի տակ, որ համով է, ինչն է, արևի տակ, որ համով է ամենից շատ։ Սունկը, այդատ, ուրիշ էլ ինչ, չեմ կշտանում նրանից։ Դե ինչ ասեմ իմ անուշիկ, համով բան է քո ասածը, բայց իմացիր ինչ է ուտես, համովն էլի հացն է, հացը։ Հասկացա դատ, հացը աշխարհի ամենաթանկ բան է, նրան պիտի ուտենք, որ առողջ և երկար ապրելու համար։ Այո, հացը կյանքի չափ թանկ է, նա Պրուստն է ամենօրյա աշխատավոր ժողովրդի, ուստի թող փառաբանվի ու հավերժի հացը մեր հանապազօրյա։ Արտվարեցի ծորեն ցանեցի, հողը շուր եկավ, տուն տվեց նրան, անձրևը գա, ջուր կտա նրան, թե ցաների մի քանի հատիկ, արտից կտանեմ հազարապատիկ։ Գիտեք ինչքան զայրությամբ մեր պապաները ազգագրերում Հայաստանում քարեր շարժել, հողը փորել, ցերմը ցավել, արտը ջրել, մշակել են ապահանձել ու կալսել են։ Հետո բերքը հաստարել, ջրահացում ահացել են ու պարկերով տուն են բերել, հմոր շահել, թոնիր վարել և սուրբ լավաշ հաց թքեն, դոել զբանը լավ իմացեք և սուրբ հացը հենայեցեք։ Մինչև հացը դառնում, տաքրտիկ են նախարում, վարում, սանում, ջրում, քաղում, սուրբ հացը ու կենսական։ Հացի ամանը չի կրում, մեր դրքը շուտ է մրսում։ Վաղուց շատ վաղուց կյանքը մական տամար դժվար է եղել, սովար մնացել, բայց չեն աչեցրել, զգեստ չեն քրել, և ահա մի օր տխուր բխկոր ման էին գալիս, և դրան միջից մի փոքրիկ տղա նրան ընդդեց էր մի միատիկ ու չիչած տղան։ Համեղ գերբրոցը ու այդ հատիկը նրան կոշնեցին և սուրբ անունով հատ անվանեցին։ Հացը պատիվ է, հացը չեն մտի, կրտինք կանեն, հասիվում նրան, հացը բաժանի, դուր մուրաշկանին, թող հանուշանի և բարի խոսքով կեզ անանանի։ Մեր լավաշխացը մեր պարզությունը, ողբաց են կրնում ամենքի առաջ։ Մեր լավաշխացը մեր պատմություն է կարակի գործում պատվարով կողմած։ Մեր լավաշացը մեր տրկմությունն է, համբերությունն է մեր կարգտահար, մեր լավաշացը մեր էությունն է, մեր հաց հավատը, աղոտ ունշխար, մեր լավաշացը մեր սրբությունն է, երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ։
Ալյուր ենք մաղում, խմոր ենք անում, գտնագի տակ արագ-արագ, լավաշ ենք բացում, հետո ձերքերով, ուրախ երգերով, հատիկ-հատիկ, թոնդի պատին, լավաշ ենք բացում։ Good
ձեր թանկ ժամանակահատվածի եւ դիտեցիք մեր երեխաների ներկայացումը։ Շատերի մոտ առաջին անգամ էր, խնդրում ենք մի քիչ ներողամիտ լինեք։